Ասի մի բան ասա հասկանը։ Ոչ մի բան չկա։ Ինչը ոչ մի բան չկա այդ տղա։ Դու հո 3 օրից սանողը չես։ Բայց ինչ ես բերել, որ ասում ես ոչ մի բան չկա։ Լսի, ես քեզ ուղարկում եմ, որ ինֆորմացիա հավաքես։ Հատուկ թույլատրություն եմ վերցնում, որ կարողանաս ամեն մի արխիվից օգտվես։ Ու եկի ասում ես, որ ոչ մի բան չկա, հա։ Որ մի րոպե սպասես ամեն ինչ կբացատրեմ, հա։ Չէ, ինձ ոչ մի բացատրություն էլ պետք չի։ Ես ինքս կզբաղվեմ այդ գործով։ Ինձ թվում է, որ այդ կինը մի կարևոր բան է թաքցնում, շատ կարևոր բան։ Կլսես ինձ։ Չէ։ Ես պետք է զբաղվեմ այդ գործով։ Սերգեյը սովորական մեկը չի։ Նրա սպանությունը մեծ աղմուկ է բարձրացրել։ Բայց ես համոզված եմ, որ նրա վրա չեն կրակել։ Շեֆ, մի րոպե կլսես։ Ես քեզ ասում եմ, այդ ինգան ոչ մի փաստաթղթով գոյություն չունի։ Ո՞նց։ Հա, դպրոցական ուսանող ոչ մի տեսակի ինգա չկա։ Բոլոր փաստաթղթերը կամ ոչնչացված են կամ գաղտնի են պահվում։ Այնքան գաղտնի, որ անգամ մեզ հասանելի չի։ Ու դա ինչ է նշանակում։ Նա այտես թե ինչ եմ կարողացել պարզել։ Ես տենց էլ գիտեի։ Հիմա ավելի քան համոզված եմ, որ ստեղ մի բան նեշ չի։ Շեֆ, 10 տարի առաջ այս ինգան նոր անձնագիր է հանել։ Հին անձնագրի մասին ոչ մի տվյալ չկա։ Անգամ այն արխիվներում, որտեղ ամեն ինչ պահվում է։ Ինգայի կենսագրությունը սկսվում է հենց այդ անձնագրից։ Իսկ դրանից անմիջապես հետո ամուսնությունից։ Ինգան սկսվում է հենց այդտեղից։ Ոնց որ այդ աղջիկը դրանից առաջ գոյություն ունեցած չլինի։ Այ քեզ բան։ Հա, իսկ դրանից հետո ամեն ինչ մաքուր է։ Որ ոչ մի բան չկա, որ կարա մեզ օգնի կամ էլ ինչ-որ կապ ունենա այս սպանության հետ։ Ասում ես ամեն ինչ մաքուր է, հա։ Հա, մաքուր է։ Այն ժամանակից սկսած, երբ ինֆորմացիա կա, մաքուր է։ Ինչը նշանակում է, որ դրանից առաջ ամեն ինչ շատ խառն է եղել ու կեղտոտ։ Չգիտեմ։ Լավ։ Լսի, բա չգիտես ով է թաքցրել դրա այդ կեղտոտ անցյալը, հա։ Դե շատ հզոր մեկը, այդ հաստատ։ Այ քեզ բան։ Լսի, ես հիմա շեֆի մոտ եմ բարձրանում, բայց էլի շուտ հետ կգամ։ Դու մնաս դե։ Ուրիշ բան կա անելու, շեֆ։ Չէ, մնաս դե, ես շուտ հետ եմ գալու։ Ու ես մի բան կմտածեմ, բայց մի բան հաստատ գիտեմ, որ այդ գործը ես ձեռքիցս բաց չեմ թողնեմ։ Գնալով ավելի հետաքրքիր է դառնում ամեն ինչ։ Աշխատում ես։ Ինչ կանի, ինչ է եղել։ Քեզ մի հատ բան ունեմ ասելու։ Այն ընկերուհիս, որ Փարիզից եկել է, հիմա ասում է, որ մեր տան մոտ է մաման։ Ձեր տան մոտ։ Հա, բայց Նարեն դուռը չի բացել։ Մենակ է մայրդ։ Չգիտեմ։ Մենակ իրան է տեսել։ Չգիտեմ ինչ անեմ։ Մի վախեցիր պետք չի։ Ես հիմա Անանյանին կասեմ, ինք արդեն տեղյակ է։ Անանյանին։ Հա։ Ես նրան խնդրել եմ, որ զբաղվի քո գործերով։ Դուք ես վատ մի զգա, ես վստահում Անանյանին։ Լավ։ Կարիք չկա, որ քեզ վատ զգաս։ Դու ոչ մի վատ բան չես արել։ Մերսի։
Ինչ ես այդքան կարդում։ Աշխատանք եմ փնտրում։ Դու քնած էիր, ես գնացի թերթակ գնեցի եկա։ Ուզում ես աշխատես էլի։ Հա, ինչ ես զարմանում։ Այս թերթից եմ ընտրել առաջի աշխատանքը, ճիշտն ասած, այդքան էլ երևելի բան չէր, բայց աշխատանք էր էլի աշխատում էի։ Ես չեմ կարող Մարիաննա ջան նստել տանը։ Պիտի աշխատեմ։ Բայց Աննան հիմա աշխատում է, չէ՞։ Մարիաննա դա նշանակություն չունի։ Ես չեմ կարող նստել ու սպասել, որ իմ դպրոցական աղջիկը ինձ պահի։ Ես պիտի աշխատեմ։ Շատ ուրախ եմ, որ ինքը աշխատանք ունի, աշխատում է, սիրում է իր աշխատանքը։ Բայց դա նշանակություն չունի, ես պիտի աշխատեմ։ Բայց ինչ պետք է աշխատես։ Դեռ չգիտեմ, նայում եմ։ Էլի պետք է ուրիշի տանը աշխատես։ Չգիտեմ, տեսնեմ էլի, տեսնեմ ինչ աշխատանք կա։ Մայրս երբեք չի աշխատել։ Գիտես ինչ չի աշխատել։ Որովհետև հայրդ բոլորիդ մասին հոգացել է։ Դրա համար էլ չի աշխատել, դրա կարիքը չի ունեցել։ Տեսնես պապան հիմա ինչ է անում։ Այնքան կուզենայի, իմանայի։ Մաման ասում է, որ Սաքոն մենակ փող է ուղարկել։ Ու այդքանը։ Դե մի նեղվի, Մարիաննա ջան։ Եթե ոչ մի բան չի ասում, չի զանգում, դա չի նշանակում, ուրեմն պապայի գործերով է զբաղված։ Մտածում եմ կարող է պապային մի բան պատահած լինի։ Ոչ մի բան էլ չի պատահի պապային, ամեն ինչ լավ կլինի, մի մտածի։ Իսկ եթե դու զանգես, Զանգում եմ, չի պատասխանում։ ուրեմն զբաղված է։ Գիտես հիմա եմ զգում, թե ինչքան եմ սիրում պապային։ Այն ժամանակ իրոք շատ բան չէի հասկանում։ Հենց գնաց նոր հասկացա։ Այ, Հիմա որ գա ամեն ինչ այնքան ուրիշ է լինելու։ ճիշտ ես, այ որ գա, արդեն ուրիշ կլինի։ Այն ժամանակ չես զգացել, չէ, որ պապային վիրավորել ես։ Արհամարել ես։ Գիտես, հաճախակի մենք սխալներ ենք գործում։ Ու մեր սխալների վրա զգում ենք, որ մենք սխալ բաներ ենք անում։ Ու ժամանակ ենք գտնում, որ մտածենք այդ ամեն ինչի մասին։ Այ կտեսնես, պապան կգա ու ամեն ինչ լավ կլինի, ես վստահ եմ։ Մաման է։ Դե խոսի։ Տես։ Ոնց որ դու ես զղջում քո արարքների համար, այնպես է մայրդ է զղջում։ Խոսեք։ Մարիաննա, մայրը զգացել է, որ սխալ է թույլ տվել։ Հիմա զղջում է դրա մասին։ Խոսեք, իրար հետ հասկացեք։ Վերջապես քո մայրն է, չէ՞։ Լավ։ Այսօր էիր։ Իջել էի հյուտ գնեի։ Հա? Անի մոռացար, բայց չասեցի գնում եմ հյուտ գնամ գամ։ Ես տենց բան չեմ լսել։ Ասել եմ, որ չեմ գտնում քեզ։ Անի, լսի դու լավ ոչ մի բան։ Գնամ մտնեմ մոտը։ Նար։ Հա, ես էլ քեզ էի զանգում։ Գնացին ոնց որ։ Հաստատ, բայց դժվար։ Գիտես, որ քեզ հետ խոսում էի, մայրդ հաստատ լսեց, որ ներսում մարդ կա։ Ասում էր լսում եմ, որ տանն ես։ Ուրեմն հաստատ չի գնացել։ Ես դուրս չեմ գա, մեկը հիմա գնալու տեղ չունեմ առանձնապես։ Բայց երեկոյան կգամ քո հետևից որ մի տեղ գնանք, լավ։ Լավ, դե կսպասեմ։ Դե լավ։ Հաջողություն, գնա գործերիդ։ Պակա։ Բայց ինչ պետք է անի Անանյանը։ Ես հիմա ամեն ինչի պատրաստ եմ, միայն չտեսնեմ դրանց։
Ոչինչ, Անանյանի մոտ էլ ինձ վատ կզգամ։ Ոչինչ, միայն թե ես վերջին անգամ լինի։ Անընդհատ ինձնից փախչում ես, որ հարցեր չտամ, չէ։ Չեմ ուզում խոսամ։ Ինչի էր հայրդ այդպես բարկացած։ Ինձ չի հետաքրքրում։ Արևիկ, ինչի ես այդպես խոսում, հա։ Ինչ ա եղել, կարող եք ինձ ասել։ Հայրդ ոչինչ չասեց, թողեց գնաց, դու ոչինչ չես ասում։ Իսկ հայրդ այնպես էր գոռում, ախր Տիգրանը երբեք իր ձայնը տենց չի բարձրացրել։ Ես եմ մեղավոր։ Ախր քեզ ով է ասում, որ մեղավոր ես, այ բալիկ ջան, հիմա այստեղ խոսքը մեղավորության մասին չի։ Էն օրն էլ է իր հորիցդ նեղացել, բայց այս անգամ նա այնպես էր գոռում։ Ես հոգնել եմ։ Էլ չեմ ուզում մնամ ստեղ, ինձ վատ եմ զգում։ Արևիկ, չես տեսնում հայրդ ինչպես է քեզ սիրում, հա։ Հետո ես ու Նարեկը, մենք այնպես արեցինք, որ առաջին օրվանից դու քեզ այստեղ լավ զգաս, ազատ զգաս, օտար չլինես, իսկ դու ինչի ես տենց կոպիտ խոսում, հա։ Տատ կներես, ես շատ նեղված եմ։ Ախր ինչ ա եղել, բալիկ ջան, ինչի ես տենց նեղվել, ասա, տեսնեմ ինչ ա պատահել։ Ես ուզում եմ հետ գնամ ու հաստատ եմ որոշել։ Պապային արդեն ասել եմ։ Հաստատ գնալու եմ։ Տատ ինձանից մի նեղացի, հա։ Արևիկ։ Համել պապան էլ է ուզում, որ գնամ։ Ինչ։ Հա, ինքը ասաց։ Դա հնարավոր բան չի։ Ինքը արդեն ինձ ասեց, իրանից հարցրու։ Եթե ինքը այդպիսի բան է ասել, Ուրեմն ուզում ա, որ գնամ։ Ոչ, ուրեմն շատ է զայրացած եղել։ Ես միշտ իմ մամայի հետ եմ ապրել, ու պետքա հիմա էլ իրա հետ ապրեի, իզուր էլ մնացի։ Ուզում եմ գնամ ու էլ երբեք չեմ գա ստեղ։ Արևիկ ջան, պետք չի։ Լավ, տատ, ես էլ բան չունեմ քեզ ասելու, ուզում եմ գնամ մի քիչ պարկեմ, շատ վատ եմ ինձ զգում։ Մի նեղացի, հա, տատ։ Ախ, Տեր Աստված, ինչի համար այ, ինձ հետ սենց բան կատարվում։ Արևիկ, ինչ ա կատարվում, ուր ես գնում։ Հետ եմ գնում։ Երբ։ Երբ որ պապան տոմս առնի։ Արևիկ, դու կարող ես հանգիստ բացատրել ինչ ա կատարվում։ Հետ եմ գնում ու վերջ, այդքան բան մնացածը կարևոր չի։ Արևիկ, բայց Մնում էր դու ինձ հարցեր տայր, հետ եմ գնում եմ իմ տուն։ Ինչ։ Հիմա էլ գնում եմ մանգալ, ուրիշ հարցեր կան։ Խոսեցի։ Շատ լավ է, այդ տեսնում ես։ Մարիաննա ջան, բալես, գնա, խոսի, տես ինչ է ասում մայրդ, փորձի հասկանաս։